իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու ենք շատ համեղ կարկանդակ։ Հիմա կսկսենք խմորից, հետո կասեմ ինչ բաղադրիչներով ենք պատրաստելու և ինչ տեսակ ենք պատրաստելու։ Խմորի համար մեզ հարկավոր է ալյուր, մածուն, հավկիթ, կարագ, աղ, սոդա և շաքարավազ։ Հիմա ես կպատրաստեմ և հետո ընթացքում ձեզ չափերը ես կնշեմ անպայման նկարագրության բաժնում, այսպես մեկ հավկիթը կոտրում ենք, փոքր այսպես կհարենք, կավելացնենք փափուկ կարագը, նախապես ես հալեցրել եմ միկրոալիքային վառարանում, 100 գրամ կարագ ենք օգտագործում։ Կարագը և հավկիթը մի լավ այսպես կխառնենք։ Քանի որ այսպես շաքարավազը, սոդան և աղը լցել եմ մեկտեղ, անհարմար կլինի, բայց դուք կարող եք սոդան հարել մածունի հետ։ Թեպետ հիմա ամբողջը կխառնվի իրար։ Սա և այսպես աղը, շաքարավազը և սոդան կլցնենք։ Շատ լավ խմոր է ստացվում, այս տարբերակով ինչ կարկանդակ ասես կարող եք պատրաստել։ Եվ ջեռոցում, և այնպես բուսայուղի մեջ։ Այսպես լավ հարելուց հետո հիմա քիչ-քիչ կավելացնենք ալյուրը, ինձ մոտ 800 գրամ ալյուր է, օգտագործելուց հետո ես նորից հստակ ձեզ չափսերը կասեմ։ Դե ալյուրը ավելի պակաս լինում է նրանից, որ մեր չափի բաժակները լինում են տարբեր։ Ասենք ինձ մոտ 250-ից 300 մոտավոր գրամ այսպես մածուններ, մեկ ձունձուն կարող է լինել փոքր, մեծ, դրա համար չափսերը մի փոքր կտատանվեն։ Այսպես սիլիկոնե կտավի օգնությամբ ավելի լավ կհավաքվի մեր խմորը, ժամանակն է, որ արդեն աշխատենք սեղանի վրա։ Ստացվում է շատ փափուկ, փխրուն խմոր։ Ամբողջ ալյուրը այսպես մաքրեցինք սեղանի վրից, տեսեք ինչ փափուկ
խմբոտ է ստացվել մեզ մոտ։ Եվ չեք պատկերացնի հոտը որքան անուշ է այս խմորի։ Տեսեք, ձեռքերիս ընդհանրապես չի կպչում։ Կթողնենք մի փոքր խմորը հանգստանա։ Ես մի փոքր այսպես ամանի տակը ձիթայուղ կանեմ։ Չկպչի հատակին, մի փոքր այսպես երեսին, ոչ չչորանա մեր խմորը։ Հիմա խմորը կծածկենք, կթողնենք հանգստանա, մինչ այդ արդեն կպատրաստենք մեր միջուկները, երկու տեսակի միջուկով է լինելու։ Մինչ մեր խմորը հանգստանում է, ես կցուցադրեմ մեր կաշկանդակի միջուկները։ Մեզ հարկավոր է լոբին, լոբին ես արդեն նախապես խաշել եմ, լավ եփել եմ, այսպես փշրվելու աստիճան, տեսեք որքան լավ եմ եփել լոբին։ Լոբու մեջ գցելու եմ սխտոր, սև պղպեղ, խմելի սունելի և մաղադանոս։ Իսկ հաջորդ միջուկին ես ավելացնելու եմ հավի կրծքամիս, մեկ հատ, որ արդեն նախապես խաշել եմ, մեկ գազար, քերելու ենք և մեկ սոխ։ Հիմա սկսենք սկզբում կաղանք, մսաղացով պետք է աղանք մեր լոբին, սիրելիներ։ Ես աղամ, որպեսզի ձեզ չխանգարեն մեր ձայնով, չհոգնեցնեմ, հետո կմիանանք։ Լոբին աղացինք, վերջացրեցինք, հիմա այսպես կհամեմենք սև պղպեղով։ Սև պղպեղի կեսը կավելացնենք այստեղ, կեսը կավելացնենք գազարին և ամբողջական խմելի սունելին։ Կարին և սև պղպեղը գազարին և հավի կրծքամիսին ենք ավելացնելու։ Այստեղ կավելացնենք նաև աղ մի փոքր։ Կճզմենք 4 ատամիկ սխտոր։ Մեկը այսպես մի քիչ ծայրին էր խոշոր ստացվեց, մեկ անգամ էլ ճզմենք, որպեսզի լինի այսպես մանր։ Խառնենք։ Դնենք մի կողմ, կտրատենք մաղադանոսը։ Որքան հնարավոր է մանր։ Հատից այսպես, եթե զգում ենք տերևները խոշոր են ստացվել, մեկ անգամ էլ այսպես վրայով անցնում ենք, որպեսզի ավելի մանր ստացվի, ուտելիս հաճելի լինի, չեմ սիրում, որ ուտում ես ու կանաչին այսպես երկար դուրս է գալիս։ Սա էլ կավելացնենք։ Սա դնենք մի կողմ համերը խառնվեն, ես մի փոքր իր խաշված ջրից շատ քիչ, 1-2 ճաշի գտալ կավելացնեմ, որպեսզի
այսպես ավելի կպչուն ինքը ստացվի, որովհետև մեզ այսպես, տեսեք, կպչուն զանգված է հարկավոր լինելու այսպես։ Դե պետք չավելացնենք էլ, երևի մենք որ ձեռքերով արդեն աշխատենք, շատ լավ կլինի։ Սա առաջի խճողակը։ Հիմա երկրորդի համար մսաղացով կանցկացնեմ սոխը և կրծքամիսը, իսկ գազարը քերելու եմ և արդեն կմոտենանք գազօջախի մոտ։ Ես աղամ և մոտենանք գազօջախին։ Կավելացնենք 60-ից 70 մլ բուսայուղ։ Եվ աղացած սոխը կտապակենք։ Այսպես թող լավ տապակվի, մի փոքր ոսկեգույն կդառնա։ Վերակ կավելացնենք գազարը, քերած։ Կհամեմ ենք աղով։ Սև պղպեղով և կարիով։ Ինչպես գիտենք, կարի շատ է սազում և գազարի և հավի հետ։ Այսպես կխառնենք, շատ էլ չենք տապակելու, այնքան որ գազարը մի փոքր թափի։ Եվ կավելացնենք վրան աղացած հավի կրծքամիսը։ Երբ որ խաշում ենք, նոր ենք աղում, սիրելիներ, շատ լավ է ստացվում։ Ես նրբաբրիտերն եմ այդպես պատրաստում, իհարկե նա տավարի մսով է, բայց խաշած աղացածը ամենահամեղն է։ Կավելացնենք 60-ից 70 մլ բուսայուղ։ Եվ աղացած սոխը կտապակենք։ Կավելացնենք համեմը։ Եվ կրակը կանջատենք, որովհետև մեզ շատ տապակվել պետք չի, որ չորացնենք զանգվածը, այլ ընդհանրակը մեզ պետք է այսպես մի քիչ այսպես խոնավ, թաց, զանգված, որպեսզի այսպես կպչողականություն ունենա քմորի մեջ։ Վերջ, հիմա մոտենանք սեղանին և պատրաստենք մեր համողությունը։ Ահա, սիրելիներ, մեր երկու կարևորագույն միջուկներն են պատրաստել, սա լոբովն է և սա հավի կրծքամսով գազարով մեր միջուկներն են։ Հիմա սեղանին այլուր կանենք մի փոքր, խմորը կբացենք, տեսեք որքան լավ խմոր է ստացվել, փափուկ, էլաստիկ, բացենք մեր խմորը,
Ահա բացեցինք մեր խմորը գեղեցիկ, այսպես եզրերից հեռացնենք այս ավելորդ խմորները և այսպես չափեք 3, 4, 5, 6 այս եզրից էլ մի փոքր կհանենք, որպեսզի գեղեցիկ ստանանք։ Վեց հավասար մասերի։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա այսպես ամեն մի եզրի մեջ խճողում ենք, 3-ը նույնը պետք է լինի, 3-ը այն մյուսից։ Այսպես ձեռքերով տպտպացնելով շարում ենք լոբիով։ Սկզբում կանենք։ Գեղեցիկ այսպես շարելով Հիմա սա այսպես գեղեցիկ եզրերը վրա ենք բերում և փակում ենք։ Տեսեք որքան ենթարկվող խմոր է։ Հիմա ինչ ենք անում, այսպես տապակը մոտեցնում եմ, յուղաթուղ փռած տապակ է և այսպես խողովակի տեսք ենք տալիս և այսպես փաթաթում ենք կարը դեպի ներս, որպեսզի գեղեցիկ ստացվի։ Այսպես։ Հիմա կանենք հաջորդը կրծքամսով և գազարով իջուկը։ Այսպես մի փոքր ձեռքերով կբացենք, որովհետև շատ փափուկ խմոր է, անընդհատ այսպես հավաքվում է, նստում է խմորը։ Այստեղ էլ այսպես կշարենք հավով, գազարով խճողակը։ Հիմա էլ սա եզրերը այսպես վրա կբերենք, գազարով, հավի մսով խճողակը։ Այնքան այսպես լիքն եմ լցել, որ մի քիչ դժվար է, բայց որ լիքն ես լցնում, ինքը կտրելիս շատ գեղեցիկ է լինում, սիրելիներ։ Ջեռոցը ես արդեն նախապես միացրել եմ, 180 աստիճան։ Ինքը արագ թխվելու է, որովհետև միջուկը
գրեթե ամբողջությամբ պատրաստ է, եփված է։ Մնում է, որ խմորը եփվի։ 20-25 րոպե երևի։ Մոտեցնենք տապակը եւ արդեն այս եզրը կդնենք այս մյուս եզրին, որպեսզի լինի շարունակություն։ Եվ այսպես անընդմեջ, մեկ այնպես, հիմա արդեն կդնենք լոբով շերտը, մեկու մեջ, մեկ լոբի, մեկ գազալ եւ կրծքամիս։ Եվ կվերջացնեմ, մնացածը կանեմ առանց ձեզ եւ կմիանանք սիրելիներ։ Ահա սիրելիներ, վերջացրեցի։ Այսպես բավականաչափ մեր միջուկից ավելացել է, ես դա հետո լավաշների մեջ այսպես բրդուճիկների ձևով կսարքեմ, կամ վրան հավկիտ կքսեմ եւ կուղարկեմ ջեռուց, կամ էլ տապակի մեջ կտապակենք։ Հիմա ինչ եմ անում, մեկ հավկիթի դեղնուց եմ վերցրել եւ մի փոքր այսպես կատկ ավելացնեմ, կհարենք, երեսին կքսենք եւ կուղարկենք ջեռոց։ Այսպես էլ ավելի գեղեցիկ է ստացվում, կարմիր սիրուն գեղեցիկ կեղև է կապում։ Կուղարկենք ջեռոց եւ արդեն կմիանանք, երբ պատրաստ կլինի, սիրելիներ։ Անպայման խորհուրդ եմ տալի փորձեք այս գարնան եղանակին շատ համահունչ, թեթև, համեղ կերակուր է եւ ասեմ նաեւ կշտացնող։ Կարող եք հենց ճաշի ժամանակ սա փորձեք ուտել։ Ամանավանդ ովքեր որ ուզում են այսպես թեթև սնվել եւ նիհարել, կարծում եմ, որ եւ նիհարողները կրծքամիսն են օգտագործում, եւ կանանչեղեն, եւ լովեղեն, ատիկաբոժները, այնպես որ հոգ չէ։ Ուղարկեմ ջեռոց եւ միանանք արդեն պատրաստի վիճակում։ Ահա սիրելիներ, թխվեց, վերջացրեցինք մեր համեղ կարկանդակը, մեր խողովակ կարկանդակը, այսպես ասած, տեսեք ինչ գեղեցկություն, ինչ աչք շոյող եւ ախորժակ գրգռող կարկանդակ ենք ստացել։ Հիմա կկտրեմ, ճիշտ է շատ տաք է, բայց ուզում եմ կտրել եւ ներսը տեսնենք ինչպես է ստացվել։ Այսպես խրխրթան խմոր է։ Շատ տաք է դեռ, բայց չեմ համբերում եւ ուզում եմ ձեզ ցուցադրել, թե ինչ ենք ստացել։ Եվ ինձ է հետաքրքիր եւ ձեզ։ Շատ տարիներ առաջ եմ պատրաստել։ Ահա, տեսեք սիրելիներ, որքան գեղեցիկ է։ Միջուկը նայվում ներսից։ Եվ այսպես չեք պատկերացնի, ինչ բույր է մեր խոհանոցում հիմա դիրում, անմահական, համեղ, չտեսնված կարկանդակ է։ Ես մի փոքր ուշ կփորձեմ, քանի որ շատ տաք է, չեմ ուզում ստամոքսս ցավացնել, բայց համը գիտեմ հիանալի է ստացվել, խմորի շատ ծանոթ եմ, այս խմորով շատ կարկանդակներ եմ ես պատրաստում, նաև այն թարխունով, կարկանդակը հավկիթով, զատիկի, որ պատրաստում եմ
Նույն խմորն է, միջուկը պարզապես տարբեր։ Շատ համեղ է ստացվում։ Դուք էլ փորձեք իմ այս տարբերակով, հավատացնում եմ ձեզ հաստատ գոհ կմնաք, շատ կհավանեք։ Շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր դիտում եւ աջակցում են մեզ, մեր ալիքին։ Աստված առատապես օրհնելով օրհնի ձեզ ու ձեր տները, սիրելիներ, լինեք օրհնված, սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք շատ շուտով, ցտեսություն։